Մենք գտնվում ենք Սվարտոց օդանավակայանում։ Եվ դիմավորում ենք այբենարանին և հայոց լեզվին նվիրված համահայկական գիտաժողովի մասնակիցներին։ Ասենք, որ նրանք բոլորն են հայ են և բոլորն են առաջին դասարանի աշակերտներ։ Առաջին դասարանի աշակերտներ, մենք արդեն ավարտում ենք, չէ՞։ Այո, այստեղ ամբողջ աշխարհի հայ մանուկների այբենարանի գիտաժողովն է։ Ուշադրություն։ Վայրիչք են կատարել Լոնդոն, Երևան, Փարիզ, Երևան, Մոսկվա, Երևան, Հռոմ, Երևան, Պեկին, Երևան, ինքնաթիռները։ Բեգլարյան Սոֆի, Մամյան Լուսի, Անանյան Անուշ, Խալացյան Ալբինե, Ամիրախյան Եվա։ Հայեր են, տեսակ, ասում է, չէ, բա որ հայեր են, ինչու հայեր են չեն հասկանում, այդպիսի հայ կլինի։ Ախ, ինչպես չեք հասկանում, նրանք ապրում են Հայաստանից դուրս օտար միջավայրում, խոսում են օտար լեզուներով, բայց ինչ հայ։ Իսկ ինչ անենք, ինչպես օգնենք, չէ որ հայ մանուկները անպայման պետք է խոսեն հայերեն։ Ազգի պահող իրար միացնողը լեզուն է ու հավատ։ Ես հասկացա։ Ինչ հասկացա։ Թե ինչ անենք։ Ինչ անենք։ Եկեք հասնեմ, եկեք նրանց հայերեն սովորեցնենք, սկսենք հայաց այբուբենից, ճիշտ է։ Սառա գնացինք։ Էս ուր գնացինք, չգիտենք։ Վայ, մեր այբենարանը, վայ, մեր տառերը, հասկացա, բա ուր են կորել մեր տառերը, ուր են կորել մեր տառերը, երևի խրովել են։ Ես ստեղծեցի գրել հայոց, որ մնա այլդրոց, որ չդուրվի նավոտարի, որ հարարի ու հավերշի։ Սակայն դուք սիրելի երեխաներ, սկսել եք օտար լեզուն սիրել ավելի քան ձերը, սկսել եք օտարի գիրը պաշտել, մոռանալով հայոց լեզուն։ Նայեք, մեր Նազարամյան քաղաքում ամեն ուր միայն օտար լեզու է գիտում,
իսկ հայերեն խոսում իր մասս խորտ զավակներ կինեն հայերենի երկրում, ուրեմն դրանք այլևս պետք չեն ձեզ, և իմ տարրը որոշեցի հեռանալ ձեզանից։ Լսեցիք, հասկացաք, բա ոնց անենք, որտեղ փնտրենք հայոց գրերը, ոնց տուն բերենք։ Նրանք հրվածել են ու հրվածել են այնտեղ, ուղտեղ այն ու հայկականն է գիրում, նրանք հրվածել են դերիներ սեղներ մնի գագալները, դերիներ գերերի անհալակակունքները, թակնել են այանում կաղաքներում ու շիրներում։ Իսկ մենք կարող ենք նրանք վերադարձնել, ախր արարներ տարերի մեր լեզուն է կկորցնի։ Իհարկե կկորցնենք լեզուն էլ հայրենիքն էլ մեզ է։ Խնդրում եք օրներ գտնենք նրանց, դրա համար մենք ինչ է պետք օրներ գտնենք նրանց։ Վերադարձեք ձեր արմատների, գնացեք, խնդրեք ձեր լեռներին ու շերերին, գտեք մեր գետերի աղուքները, հարցրեք, ով եք դուք, որտեղից եք գալիս, համոզեք հայոց տարրերին, որ նրանք պետք են ձեզ, և նրանք կվերադառնան։ Դե գնացինք, ինչ է կանգնել, գիտաժողովին մնացել է 3 ժամ, պետք է այս այլախոսներին հայերեն սովորեցնենք, հայ դարձնելը գիտեք հեշտ է, այլախոսներ, բայ, մամա ջան, այս ինչքան գործ ունենք անելու, գնացինք, առաջինը ուր ենք գնում, դեպի լեռներ, թե գետեր, կշկշում ենք այբով, այլելա, շունչ հղայոց լեռներման ասպատանից, դե գնացինք լեռները մեր։ Որջ մենի հայոց լեզուն, որ հայեր ապենի տերում, խոստանում ենք էլ չեն դահի, մեզ հասության մայնում։ Հայոց լերն է, թապատն է, նվերադասել տավերը մեր, մենք ենթեն կնավիրենք, տավասքեն կնավիրենք։ Ավանդույթ ու հանելուկներ վտանավոր ու առասպել, ինչ որ կուզեք կնավիրենք, մեր
տարերը տվեք ստանենք։ Արարատներն եմ լուսե, ասպանների անոչվե, ես եմ այո միշտոյ պահել իմ այասկոյ շանդու վստեր, զգապանցլեր, մեզ նվիջիչ այս տարը մեր բանալին մեր այգուբերի, առաջնորդին մեր մայրերի։ Ես էլ ուրեմ գանձե պարս, ասաղապույլեր ներում մեր, թե անունս կկրայք մի տարը ես կնվիրեմ։ Վա, լերս դու մեր գանձասա, կորգրավիչ ու գանձարը, կեմտարը մեր շատ հարազատ, վեադացրու խսրում ենք շատ։ Յուր ծտարցիկ մանուկների թավումս դրհար մենա զանգիզրում մելլարների ձեզ մի նվեր զատարը ձեզ։ Ես ես այս շատ հերու չեմ, նույն ացախի խեն սիմվորն եմ, ինժդեն ես անձեր միայն խրող չեմ ես, տարսել կտամ։ Խուցուպն էլ դու լես կես դիդեմ, խրոխտ էլ դու վեու լսեմ, խոստեմ տալի ձավ կպահես, խտային է խենկո ու հենք։ Ես էլ ժան եմ, ժայերն էլ ուժակ շուտում եմ ինձ տաստեեմ էր, ժարը սարեին ձանման է, ժողովուրդը այոց հավեր։ Լերավայի չխնաղ լանջում վիրես քեից են, յուտարն է մեզ տեր կանչում ու կարտը սպասում ձեզ։ Ջավ ու ջավակ դերնեն անա, յուր ջերերոր պարման է, ջերմ գրկերմ տարի իմ, անա ու պայել եմ ինձ ես համար։ Խևնդասար գա տարի ծերեն աշխարի հայոց ծայնը, լավ պայցեք տարերը մեր, որ հայ մնա զավակը ձեր։ Հայոց լարներ, քարե վերթեր դեպի երկին ձիգագացներ, խոստանում ենք էլ շտավել այգուբենին մետրոպյան մեր, էլ տարել կանթակնված ձեր ապահով կրսքերի տակ։ Ես մասիսի, կեսն եմ ասես, վանածովի թագը վսեմ, թե իմ տարը չգուսակես, չեմ վստայի ոչ ստար ոչ լեր։ Վայ, չեն կարող չգուշակել սիփարն ես դու մասիսակես, Սուրբ Սարերի պապան ես, խնդրում ենք սեն, մեզ վստահես։ Այսպես կտանք, այս ինչքաշատ դերներ ունենք, ամանատար գանձեր մեր բեր արեք, որ շուտ տուն տանենք։ Շնորհակալ ենք հայոց սերներ, դուք ազնիվ եք հայրեն ասել, խոստանում ենք տարերը մեր, ձեզպես բայել միշտ անվերհեր, դե գնացինք։ Ես այսօր տեսել եմ
Գետերն ակունքներ մեր պատմության, նրանք ասում են հազարամյակներ հարցրեք նրանք զարմից մեր հայկյան, իմանանք որտեղից է մեր զարմը եկել։ Բայց ախր մենք եկել ենք, մեր տարերից հարցնենք, մեր տարերը գտեք, մեր մետրոպյան, ինչ գիտեք, գետերը թաքցնում են նրանք, թե քշել են տվել ծավերին կապուտակ։ Ճիշտ եք դուք հիմա խոսում տարերը մեզ պատ են դիահակյան, ես չեն տարը սիրով կնվիրեմ, թե ասել որ գետն եմ ես այգյան։ Չեն տարը ես գիտեմ, ճորախտ է սեպտովյան, ճորախ ճիշտ եմ, չէ ես ասում, դե իմա նվիրիր մեզ նրան։ Տեսեք, թե ինչքան բան գիտեն, թորնիկները մաշտոցի։ Դրախտի ելերից կբերեմ ձեզ, կտա իմ տարը տիգրիսի։ Տիոն տիգրի ստավրոցի իրերներից ես դուգալի շարնակ։ Եփրատն էլ թե գտնեն կխոսի եջ տարը մեզ կտա, չի մերժի։ Եփրատն է դերազան քունի, ոլոսվիլ է դունդել մայրերի, դուրնչյոն իրանունը հայերել իրերներով կտեսում։ Երազներ գորը սերունենք, կետերը մեր հայրեն, մեծ հայտից պիտի կուրը ասնենք, այդեղ կետարն է մայեն։ Իսկ ես ձեզ սավատով դաստեմ սարդարի թոսարը, սարդարի կբերեմ, կեն տարը արցախի ձեր նվեր մատոցյան։ Տղաներ, թոն կտան, կենել կտան, ոն մնաց, ոտան կչկչավ։ Որոտան կչկչավ, որտեղ ես քո ողջ վտակով, ետ ու մեր տարերի խրովկան, որ ապրի մեր լերուն հայկական։ Ոն կտան, բայց լերունեն ժորագեր, ժորերուն թակնված գուգարած, ջատարներ, ձեզ կտան, թե հիշեք մայր գետը դուք լորվակ։ Մենք գիտենք անուշն է գովեքում իշ նրան, հետո դարնան քաղաքի, քրտար կխնդրեք, որ մեզ տա։ Չար բախրեք, մանուկների, գիտարել ես ես նվեր կտամ, հո, հայրերիք, հայստան ու հայկյան, բայց խդեք ու գետը տարամբա։ Հո տարով մենք շատ գետեր չունենք, շատ հեշտեր խնդրին այդ կատարել, մարդ գետը մեր փոքրիկ պետության, գետ քաղաք նույնանուն հրազդան։ Դրանք էլ է տարել չմնաց սորերում, գետերում շատ տարել գտան։ Միան թերփեք տարել է չխրոմեն ու այդ մեր ավինան նսնել։
գրված հայոց լեզու, սիրում եմ քեզ հայոց լեզու, մայրիկիդ պես անուշ ես դու, քեզնով եմ ես հպարտանում, կարդում, գրում, արտասանում։ Խոնարհվենք հայոց լեզվին անաղանք, խոնարհվենք ձուլալ հայոց գրերին։ Մեր լեզուն հարերն անցել է հազարապետության միջով։ Ֆիաշուկ հայն հմայի ծուլու ռադավանտի պես խնդության բանգին։ Անցնելով սիրի կրակի միջով, մեր մանկան շուրթն է ջերմացնում այսօր։ Լեզուն եղծողի դերը թողների, զուրալ պահողի տաս ծածացու։ Այբուբենը կախարդական բանալին է, որը բացելով կսկսենք քայլել դեպի մեր մեծ երազանք տանող ճանապարհով։ Իսկ ո՞րն է մեր մեծ երազանքը։ Վերականգնել մեր մեծ տունը, մեր ամբողջական հայրենիքը, մեր մեծ հայքը։ Իսկ դրա համար մենք ինչ պետք է անենք։ Դրա համար պետք է, որ աշխարհում
փռված բոլոր հայերը չմոռանան հայոց լեզուն։ Որտում է դառնան այնքան վեն ուսատանան, որ պայթեն է փոքրիկ պետության սամբաներ ու հայերը աղաղով կաշկեն Արցախը։ Արարատ մուվանը, կարին ուսասունը, մեր եկան հայրենիքը, մեր մեծ հայքը։ Ուշադրություն, թռիչքի պատրաստվեն Երևան Լոնդոն, Երևան Փարիզ, Երևան Հռոմ, Երևան Մոսկվա, Երևան Պեկին ինքնաթիռի ուղևորները։ Եղել եմ ուրի զեկնետա, խմել եմ ջուրը այլոց ջիհորի, հող կա դեղնահում ու հող կա ջերմա, բայց ոչ սուկա մեր կարոտ հողի։ Տեսել եմ անտիվ ժուպտա
Մենք ուզում ենք ապրել այստեղ այս քարքարոտ հողի վրա։ Մենք ուզում ենք սերունդներին թողնել երկիր հզորացող, ապրենք մեկտեղ մի երկնքի, մի արևի հովանու տակ, տալը մերին, վարդք ու փառքին մի նոր թռիչք ու նոր մի կյանք։
Մենք մեր դարավոր կյանքում երբ եղել ենք շատ ու եղեք անգուն, դարձած չենք ճնշել մեկ ուրիշ ազգի, ոչ ոք չի տուժել զարկիտ մեր բասկի։ Մենք քիչ ենք, այո, բայց կոչվում ենք, հա, գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ, բայց դեռ խնդրության ցցանը հրվել, գիտենք թշնամու կողը մղջվել ու բարեկամին դառնալ աջակից։ Մենք մեզ ոչ ոքի չենք գերադասում, բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում, և ինչու պիտի չպարտանանք, կամ պիտի լինենք ու դեր շատանանք, կամ պիտի լինենք ու դեր շատանանք, կամ պիտի լինենք ու դեր շատանանք, կամ պիտի լինենք ու դեր շատանանք։ Մեր փոքրիկներ այո, իրենց վերաբերող խնդրեցին մեր հայ ազգի ողջ պատմությունը, մի ամբողջ պատմություն Արցախում, կեցեք ըմբյալության։ Այս դրմում ես փոքրիկներ շտեցա, բայց ասում երեխաներ են, ավելի բարձր դասարանի, ավելի շատ իմացած, ավելի շատ գիտ ու գրականություն կարդացած երեխաներ, ապրեք երեխեք ջան, ես ինչ արեցի, ծծացրիք դահլիճ, եկեք ճանաչ, տարաճանաչ, գիր ու գրականություն իմանալու համար։ Մեզ, մեր ամբողջ հայացի հատությունը, մեր գիր ու գրականություն, մեր լեզուն է, մեր խոսքը, մեր այլուվենը, սիրելիներս, դուք մեզրով մաղթոցի խոսքերով առաջնորդվեցիք, նա վերևի ձեզ ուղղորդեց, իսկ դուք կատարեցիք ձեր քայլերը։ Ամբողջ միջոցառման ընթացքում դուք ներկայացրիք մեր պատմությունը, մեր հայրենասիրությունը, հայրենիքը, այն ամենը, որ այսօր մեր շատ է։ Սիրելիներս, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա, այս միջոցառման կապակցությամբ։ Սիրելի ծնողներ, ձեզ, ձեր երեխաներին գրաճանաչ, տարաճանաչ, դարձնելու կապակցությամբ։ Ընկեր Ռուզաննային հզոր աշխատանք կատարելու համար։ Մենք միայն գիտենք, թե յուրաքանչյուր միջոցառում ինչքան ջանքեր, ինչքան էներգիա, ինչքան եռանց է տանում մեր ուսուցիչներից։ Միայն մենք դա կարող ենք պատկերացնել։ Այն, որ դուք հիմա վայելեցիք, դա մեծ շատ մեծ չարչանակ ու տարապան չի, որ այսօր ասվել է այստեղ։ Ես ինչ եմ ուզում ասել, թող բոլոր երեխաների բենաներից միայն ուրախությամբ ու խաղաղությամբ խոսքերի չէ։ Իսկ մենք միայն կարելի այդ խաղաղությամբ ու երջանկությամբ բերկրանքով, թող միայն խաղաղ երկու դա կապրենք, այն ինչ որ տեսանք դրանք է վաղը, թող խաղաղ ապրենք ու միայն մտածենք մեր երեխաների կրթությունը ապահովելու համար։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն ողջ անձնակազմին, ովքեր ձեզ հետ համատեղ այս միջոցառումը իրականացրել են։ Ապրեք բոլորը։ Ես միայն ուզում եմ այս փոքրիկ հայրենասերներին ցանկանալ կապույտ երկինք, առողջություն, ձեր յուրաքանչյուրի բերանից հնչած խոսքը պիտի որ հնչի ամբողջ աշխարհում և ձեր պահանջված խաղաղությունը պիտի լինի, պարտավոր են իրականացնել ձեր երազները, շնորհակալություն սիրելի ծնողներ, ապրեք որ ուսուցիչների կողքին եք, շնորհակալություն Ռուզաննա ջան, նոր սկսած կոմակավարժական գործունեությունը հարավորվում է յուրաքանչյուր պահի, այնպես որ ուզում եմ բոլորիս տներում միայն ուրախություն, խաղաղություն, բերկրանք լինի, որպեսզի վայելենք այս փոքրիկ հայրենասերներին։ Մենք արդեն հզոր ենք, արդեն իսկ հզոր ենք, որովհետև ունենք այսպիսի բանակ, այսպիսի սերունդ։ Շնորհավորում եմ բոլորիս։
Սիրելի առաջին դասարանցիներ, շնորհավորում եմ ձեզ այբենարանը հաջողությամբ սերտելու և հաջողությամբ բավարարելու արդիվ։ Այս մեր ուղ գրաճանաչեք, գիտեք հայերեն գրել ու կարդալ, անհանգստանում եք անգամ մեր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են օտար ափերում և մոռացել են իրենց մայրենի իրականությունը։ Դուք նրանց եք սովորեցրիք հայերենը մեր։ Դուք մեզ բոլորիս տարավ դեպի հայկական հնարքար։ Մենք ձեզ հետ միասին շրջագայեցինք հայկական լեռներով ու գետերով։ Շնորհակալություն ձեզ, որ այսքան հաճելի րոպեներ պարգևեցիք մեզ, և այսքան շատ բան գիտեք հայերեն, և այսքան գեղեցիկ կարողացաք ներկայացնել հայկական խոսքը, հայկական երգն ու պարը, և որ խոստացաք ցուցադրելով մեծ հայքի քարտեզը իրականություն դարձնել այն։ Դա Աստված, արևը միշտ պայծառ ժպտաց էր գլխավերևում, երկինքն խաղաղ լինի, որ դուք օրեցօր դառնաք ավելի գիտուն, իմաստուն, կարողանալ մեր ազգի արժեքները վերադարձնել, պահպանել ու ձեզնից փոքրիկներին փոխանցել։ Սիրելի Էլիզան, շնորհակալություն, ձեր տառապանքից հրաշք վերջնարդյունքը մենք վայելեցինք։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ձեզ օգնել աջակցել են, հարգելի ծնողներ, ապրեք, որ դպրոցի կողքին եք և միշտ աջակցում եք ընկեր Լիզանին։ Իսկապես հայոց բանակը մենք միշտ մեր հույսը դնում ենք, որ մեր հայոց բանակը պիտի մեզ պաշտպանի, բայց դուք իմացեք, որ հայոց բանակի թիկունքում եք դուք հայոց բանակի թիկունքն եք։ Շնորհակալություն ձեզ բոլորին, գերազանց շատ շնորհակալություն։ Շնորհավորենք այս հրաշքության կապակցությամբ բոլորիս և ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել մեր շատ սիրելի ընկեր Լիզան, ընկեր Մարինե, ընկեր Գոհարի, այս անչափ մեծ սիրով ու լինելու համար, որ դարձեք մեր երեխաներին, անչափ շնորհակալ ենք այս մեծ աշխատանքի համար։ Բոլոր այն մարդկանց ովքեր որ օգնեցին, որ այս միջոցառումը ավելի կազմակերպված լինի և այսպես ավելի լուսավոր ու դրական հարթացվի։ Մեր սիրելի երեխաների ցանկանում ենք խաղաղ մանկություն և մեծ հաջողություններ ուսման մեջ։ Մեր սիրելի ուսուցիչներ, ձեզ անսպառ ուժ և եռանդ ենք ցանկանում ձեր այս հայրենանվեր աշխատանքը կատարելու համար, անչափ շնորհակալ ենք։